Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին հայկական ազգային խոհանոցից պատրաստում ենք շատ համեղ ոսպով թանապուր։ Հնարավոր է, որ շատերը զարմացաք լսելով, որ սպասը կարելի է պատրաստել նաև ոսպով։ Ոսպով սպասը մեր հայկական ազգային խոհանոցի այցեքարտն է, որը ստացվում է շատ համեղ և հագեցնող։ Եթե սիրում եք վանախաշ, որ այլ կերպ անվանում են նաև քյալագյոժ, ապա կհավանեք սպասի պատրաստման այս բաղադրատոմսը, քանի որ բաղադրիչները գրեթե նույնն են։ Մեկ բաժակ կանաչ ոսպը լավ լվանալուց հետո լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք 2,5 բաժակ սառը ջուր և դնում ենք ցածր կրակին, եփում ենք ընդամենը 15 րոպե։ Իդեպ ոսպով սպասը պատրաստվում է ընդամենը 30 րոպեում, ընթացքում չենք խառնում և այն երբեք չի կտրվում։ Մեկ այլ կաթսայի մեջ 1 կգ ածունի վրա ավելացնում ենք 2 լիք ճաշի գթալ թթվասեր, 1 ձու և 1 ճաշի գթալ ալյուր։ Այս ամենը մի լավ խառնում ենք մինչև ստանանք միատարր զանգված։ Ոսպը արդեն կիսով չափ պատրաստ է, այն պետք է իր տեսքը չկորցնի և մնա հատիկ-հատիկ։ Ոսպը պատրաստ կլինի թանապուրի մեջ ևս 10 րոպե եփելուց հետո։ 1 կգ ածունի համար ավելացնում ենք 1 լիտր եռման ջուր և խառնում ենք։ Այս մի փոքրիկ հնարքը թույլ է տալիս, որ եփելու ընթացքում սպասը անընդհատ չխառնենք և այն երբեք չի կտրվում։ Այստեղ ավելացնում ենք նաև կիսաեփ եղած ոսպը։ Որպեսզի մեր պատրաստած թանապուրը սպիտակ ստացվի, ոսպից մնացած արգանակը չենք օգտագործում, այն մեզ այլևս հարկավոր չէ։ Ավելացնում ենք 1 գլուխ սող և կաթսան դնում ենք ցածր կրակին, եփելու պահից սկսած եփում ենք 10 րոպե։ Եթե վստահ չեք, որ թանապուրը առանց խառնելու չի կտրվի, կարող եք փայտե գդալը թողնել մեջը։ Սիրելիներիս, ես սոխ չեմ պատրաստում, մենք սիրում ենք պատրաստման այս եղանակը, եթե դուք ցանկանում եք, կարող եք պատրաստել։ Էլին սպաս առանց համեմի, մարացնում ենք կես կապ համեմ։ Ըստ ցանկության համեմի հետ կարելի է ավելացնել չորացրած անանուխ։ Արդյոք ձեզ ծանոթ էր սպասի պատրաստման այս տարբերակը և երբևէ փորձել եք, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Սպասը արդեն պատրաստ է, ավելացնում ենք աղեշ ճաշակի, 70 գ սերուցքային կարագ և մարացրած համեմը։ Կանաչին ավելացնելուց անմիջապես հետո անջատում ենք կրակը, սպասը արդեն պատրաստ է, կարելի է արդեն մատուցել։ Ոսպով թանապուրը անմահական է ստացվել, մատուցում ենք հայկական ավանդական լավաշով և անուշ ենք անում, բարի ախորժակ։ Այսօր էլ այսքանը, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։